Բարի առավոտ, սիրելի բարեկամներ, ողջունում ենք ձեզ մեր Տեր Հիսուսի անունով, Փառք Տիրոջ այս հրաշալի օրվա համար, եւ այսօր մեր տաղավարը այցելել են ամուսիններ Ավո եւ Անի Չարչյանները, նրանք Սուրիահայ եկեղեցու եղբայրացության եկեղեցու կարելի ասել որպես հովիվ, ինչու՞ չէ, ծառայող, այո, վարչության անդամներ, իրանց սիստեմները մի քիչ եկեղեցական կառավարման սիստեմը մի քիչ տարբեր է, բայց ինչևից է, ես ասում եմ հովիվ, ոչ թե ձեռնադրված, բայց համենայն դեպս հովություն է կանում, որովհետև բավականին շատ քուրեր եղբայրներ կան ձեր եկեղեցում եւ առիթ եմ ունեցել անգամներ լինելու ինձ համար մեծ պատիվ է, շատ սիրում եմ, հիշում եմ իմ արմատները գալով ձեր եկեղեցի, որտեղ մերոնք էլ փախստական են եղել, ուրեմն Սիրիայի կողմերից, փախստական թե ներգաղթ ավելի շուտ, այո։ Շնորհակալ եմ, որ եկաք Ավո եղբայր, Անի Գուլջյան։ Սիրով եղբայր։ Եվ այնքան ուրախ եմ, որ մենք ալ նմանապես շատ որ ենք այստեղ։ Փառք Տիրոջ։ Ինքնին մեզիալ ուրախություն է այստեղ գտնվել, ինքնին մեզիալ առանձնացնորվում է ասի, որ Տերը գնե եղբայր։ Եվ կանք այստեղ եւ միասին օրը սկսենք Տիրոջով։ Վստահ որ յուրաքանչյուրս որ գաբին հավատի յանքը մեր օրը սկսենք Տիրոջով, բայց այստեղ հավաքվելը ինքնին դարբեր սկացում է, դարբեր պատասխանատվություն է։ Մենք ես շնորհակալ ենք ապրան եղբայր այս այցին համար, որ մեզի ընձայեցիր եւ Տերը դա որ այս ժամվա ընթացքին ինչ որ պիտի անենք, ինչ որ պիտի ներկայացնենք, այդ բոլորին խարքը միմյան Տիրոջ չբարձրանա եւ Տիրոջ անունը փառավորվի։ Ամեն։ Ես կուզեմ մի հարց տալ, դուք օրինակ դու Ավո եղբայր ինչքան ժամանակ հոգեոր կյանքի մեջ ես, այսինքն երբ ես ընդունել։ Հավատքի կյանքը սկրնամ ասել որ սկսած է Հալեբի հայ արաքելական հոգևոր եղբայրակցության գիրակնորյայեն եւ գիրակնորյայեն բադանյացեն եւ դասարտած բանակացին ծառայեցինք վերադարձանք որոշ ծառայություններ ստանցնած ենք այդտեղ եղբայրակցության մեջ մինչեւ 2013 տեղափոխվեցինք Երևան վայրը փոխվեցավ բայց ծառայությունը մնաց ինչ որ դերը ծառայության թուրքացավ եւ Փառք Աստծո որ մինչև այսօր Սուրիայրու հոգևոր եղբայրակցության ծառայությունը շարունակվի Տիրոջ եւ Տիրոջ կողմը ասենք նվիրական ծառայողներու կողմը առանցին չենք Փառք Աստծո որ ունենք ծառայողական թիմը ինչ որ դուք գայցելեք եւ գտեսնեք որ ցերկի միասին մեկ սիրտնեք հոգի եղած կփորձենք այս կորձը առաջ որովհետեւ ինքն կորձը Տիրոջն է, մենք բոլորս դնդեսներ ենք, կանչված ենք հավատարմությամբ մեր դնդեսությունը անելու։ Ամեն։ Այսինքն դու հոգևոր ընտանիքի մեջ ես ծնվել։ Այո, մայրս հոգևոր եղած է եւ իմ քայլերս առաջնորդած է։ Նույնն էլ Անիկուրը։ Դուք հոգևոր ընտանիքի մեջ եք։ Ես ալ իմ մորս որովայնեն գավադան որ դերը կանչած էր, ընդրած էր եւ ձնա հոգևոր ընտանիքի մեջ եղբայրակցության մեջ եւ Տիրոջ շնորհքով ծնողքից տաստիարակությամբ մեծա աճեցա Տիրոջ ճաշտին մեջ որբեսի ապրիմ իր փառքին համար եւ գավադան որ դերը իր կանչածները ամուր բռնած է որբեսի կորձեն իր փառքին եւ թակավորության համար Ամեն Փառք Տիրոջ, ուրեմն այսօր բացառություն ենք անելու, մենք երգ ենք դրել ձեր պատվերով, որովհետև այսօրվա թեման կապ ունի, այս երգը կապ ունի այսօրվա թեմայի հետ, Տերն է մեր, ուրեմն Տերը մեզի հետ, Աստված մեզ հետ, Էմանուել բառն է, չէ՞ նույն, իմաստի մեջ ներառում, սա միայն խոսք չի, այլ փորձառություն կարելի ասել Աստված մեզ հետ է թե ոչ սա այս հարցը այսօր կախված է այս թեմային այո բայց լսենք այս երգը որից հետո արդեն կանցնենք բուն թեմային Տերն է մեր ապավենա Աշոտ Մարտիրոսյան
մեզ ամեն օր Տերն է մեր ապավենը զորավոր Իր ձեռքն է պահում մեզ ամեն օր Զորավոր իր ձեռքն է պահում մեզ ամեն օր Տերն է մեր ապավենը զորավոր իր ձեռքն է պահում մեզ ամեն օր Զորության Աստված մեր վեմն է մեր ապավենն է զորավոր է նա Սելա Սելա Զորության Աստված մեր վեմն է մեր ապավենն է զորավոր է Sela, Sela, Sela Տերն է մեր ապավենը զորավոր իր ձեռքն է պահում Մեզ ամեն օր Տերն է մեր ապավենը զորավոր իր ձեռքն է պահում մեզ ամեն օր Զորության Աստված մեր վեմն է մեր ապավենն է զորավոր է նա շուտով կգա Զորության Աստված մեր վեմն է մեր ապավենն է զորավոր է նա շուտով կգա Զորավոր իր ձեռքն է պահում մեզ ամեն օր Տերն է մեր ապավենը զորավոր իր ձեռքն է պահում մեզ ամեն օր իր ձեռքն է պահում մեզ ամեն օր իր ձեռքն է պահում մեզ ամեն օր Վաու, հարթիրոչա, տրամադրությունները բացեց մեր, չգիտեմ ինչ տրամադրությամբ էի կարտնացել, գուցե ինչ-որ մեկը խնդիրներ ուներ և ամբողջ գիշեր չէր քնել այդ խնդիրների հարցերի տակ տարափի և առավոտյան արթնացել էր, այսպես ասած, տխուր դեմքով, բայց վստահ երկը ինչ-որ ժպիտ բերեց քո կյանքի մեջ, որովհետև Տերը մեզի հետ է։ Սիրով լսում ենք ձեզ։ Ամեն։ Արդեն երկին բարերը այսպես խորհրդանշել, որ մենք այսօր ինչի մասին պիտի խոսենք և բոլոր անոնք, որոնք ծանոթ են Սաղմոսներում, կգարձեմ, որ արդեն գիտեմ, որ Սաղմոսի մասին է խոսքը։ Բայց նախքան այդ նույնին երթալը Աբրահամ եղբայր ինչ-որ գնալ այսօր, եթե մեզ հետևողները ուշադրությամբ նային սեղանին վրա որոշ բաներ գիտեսնեն, որ ընդհանրապես չի գտնվել այս սեղանին վրա, որոշ թեորայքներ կա այստեղ, արդյոք ինչ են ասում կամ ինչու համար այսօր այստեղ գտնվին։ Ընտրանից պետքական այսինքն եթե որոշ բան պետք է գնանք վերցնել։ Աստված մեզի հետ է, կարիքը չունենք, պետք է ողջ ունենանք։ Որովհետև կյանքի մեջ ենք և Գաբրիկ Մարինի մեջ հաճախ այս թեորայքներուն գտինենք։ Արավոտ, որ արտնանա առաջին գործը ելնեք հավատն ու չուրով որոշ ասենք ջնշումի թեղ գնտունի կամ եթե առողջական պայմաններ ունի և բժիշկը իրեն սահմանած է, որ այսպես պիտի կալեք օրագարկը այս թեղերը ստանալով, պիտի հետևի անոր, որպես իր մարմինը առողջության մեջ բահե և յուրաքանչյուր ասենք թեղորայք իր աստեցությունը ունի մեր օրգանիզմի վրա և մենք երբ այդ մեկը ընդունենք արդեն գվայլենք անոր արդյունքը մեր կյանքի մեջ։ Ասիկը վերաբերի մեր մարմիններում, նույնպես ալ մեր հոգին, բոլորս գիտենք, որ անիգայալ պետք ունի սնունդի, պետք ունի սնվելու և պետք ունի թևորայքի, որը գուկա Աստծո ճշմարիտ և սուրբ խոսքեն։ Եվ Աստծո խոսքը ամբողջությամբ սիրելի ունգընտիրներ և սիրելի եղբայր բժշկություն կբարգևե մեր հոգիներուն։ Նամանավանդ, երբ Սամոսած գիրքը գարտանք, այնտեղ
Սամոսներ գա որ ուղագի մեզ օգնության կհասնի ինչպես որ շտապ օգնությունը գզանքես եւ քեզ կհասնի նաեւ կան սամոսներ որոնք երբ փանանք եւ ընթերցենք գրնա մեզի մեր այդ ջիջագեն դուրս հանել եթե մենք այդ մեկը հավատքով ընդունենք եւ անոնցմեն մեկն է ինչ որ այս եկին բարերնալ այդ մասին գհուշեր 46-րդ Սամոսը Եկեք սիրելիներ միասին ինչ անին գընթերցե այս Սամոսը յուրաքանչյուրս հետևենք այս Սամոսի բարերուն հավատքով հետևենք վստահությամբ հետևենք հաստատ համոզմունքով որ այս բոլորը սովը մեր դերն է եւ պատրաստ է գադարելու մեր յանքին մեջ եւ ամենակարևորը եկեք սիրելիներ երկյուղածությամբ հետևենք Աստծո խոսքին Անուն հոր եւ որդվո եւ հոգվույն սրբո ամեն Աստված մեզի հետ է Սամոս 46 Աստված մեր աբավենն ու զորությունն է նեղություններու մեջ միշտ պատրաստ է օգնելու Անոր համար պիտի չվախնանք թեև երգիրը փոխվի ու լերները ձովուն մեջտեղը ցկվին թեև անոր ճուրերը քորան ան ու բղդորին լերները թողան անոր ուրենալովը Քեդին վդակները պիտի ուրախացնեն Աստծո քաղաքը բարձրելուն սուրբ բնակարանները Աստված անոր մեջ է անիգա պիտի չսասանի Աստված անոր պիտի օգնե արդուն գանուխ Հեթանոսները գխրովին թակավորությունները գշարժին բարձրյալը իր ցայնը գուդա երգիր գհալի Զորած դերը մեզի հետ է Ամեն Հակոբին Աստվածը մեր ապավենն է Եկեք ու տեսեք դերոջը կործերը որ ավերումներ ըրավ երկրի մեջ Բادرազները գթաթարեցնե մինչև երկրի ձայրը ասքերը գգոդրդե ու նիզակը գչարտե գարքերը գրագով գայրե Հանտարտ գեցեք ու քիծեք թե ես եմ Աստված Հեթանոսներուն մեջ պիտի բարձրանամ, երկրի վրա պիտի բարձրանամ, զորած դերը մեզի հետ է, Հակոբին Աստվածը մեզի ապավեն է, ամեն 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 Փառքելա Տիրոջ խոսքին եւ ինքնին սիրելիներ արդեն վերնակիրը մեր մեջ հույս եւ հավատ դներ շնչե նախքան Սամոսին Առաջին բառը անցնելը ուր Սուրբ Քրոց ասենք մեկնաբաններ այս Սամոսին համար ընդրած են Աստված մեզի հետ է վերնակիրը Եվ ինքնին որոշ ուրիշ Սամոսներ ալգա որ նախքան Սամոսը գարտալը անոր վերնակիրը այսպես գքաշե քեզի որ մենք անոր բարոնավությանն ենք եւ նայենք թե ինչի մասին գխոսի ուրիշ Սամոսներ ալգան չէ անի որ նման վերնակրեր Այո Բազմաթիվ ինչպես եղբայր Աբրահամը գսե դերը մեր հովիվն է Սամոս 23 դերը մեր պաշտպանն է Սամոս 91 Սամոս 121 Աստծո արդարությունը խորհրդանշե Սամոս 73-ը վստահության աղոթք մներ շնչած է Դավիթ Սամոս 16-ը հաղթանակի աղոթք Սամոս 18-ն 20-ը 21-ը Ճշմարիտ երջանկությունը կներկայացնե մեզի առաջին Սամոսը Աստծո սերը մեզի կներկայացնե Սամոս 103-ը Եվ փախցանք Աստծո դանը կներկայացնե Սամոս 84-ը Եվ այսօր նման շատ քեղեցիկ եւ օրհնյալ Սամոսներ Ամեն ամեն եւ այս բոլորը եղբայր Աբրահամ մեր հոգին սնունդ եւ առողջություն դվարկել Բայց վերադառնալով այսօրվա մեր թեմային որ Աստված մեզի հետ է եւ Սամոս 46-ին արդյոք ինչու կրված է այս Սամոսը Գիտենք որ այս Սամոսը քրոները գործիվորտիներն էին եւ մեծ հավանությամբ որ Եզեկիա թագավորի օրով էր երբ Ասորեստանի զորքը եկած էր Սենեքրիմի առաջնորդությամբ եւ ղեկավարությամբ բաշարելու Աստծո ժողովուրդը բաշարելու Երուսաղեմը Եվ միգուցե ինչ պատահեցավ այնտեղ չենք գիտեր բայց մեծ հավանությամբ Հավանականությամբ Այո, հավանականությամբ որ արդյոք ճուրի ասենք այդ աղբյուրները կոծեցին որ Աստծո ժողովուրդը առանց ճուրի մնա քանի գսե որ երրորդ համարը ինչ կսեր
թող գորան եւ երան անոր օրենալով թեև անոր ճուրերը կորան ու բղդորին լերները թողան անոր օրենալով լերները ձողուն մեջտեղը ցկվին Ճիշտ այդպես եղբայր գարզեմ որ ճուրի աղբյուրները մտածելով որ այդ մեկը նեղություն կբերե եւ կհանձնվին սակայն Աստծո ժողովուրդը չհանձնվեցավ եւ այդ բարահեղ հաղթանակեն հետո հրյա ժողովուրդը հասկացավ որ բացի արդակին աղբյուրներեն կան երկին աղբյուրը որ երբեք կարելի չէ չորցնել կամ փակել եւ այդ երկին աղբյուրը Աստծո ներկայությունը եւ օրհնությունն է իր ժողովրդին մեջ եւ այս անմոռանալի հաղթության արդիվ դրվեցավ այս հրաշալի Սամոսը ինչպես որ ասենք որքի որդիներուն կողմը մեր աղբյուրները քեզանից են չէ Դավիթ այդպես հայտարարել ամեն անոր ինձի գուքա պիտի չծարավի գսեդերը ամեն անոր ինձի գուքա անոր փորեն գենթանի ճուրի քեդեր պիտի փխի ասա մեր Տեր Հիսուսը Եվ 46-րդ Սամոսը որքի որդիներուն կողմը որպես երախտագիտության հրճագումն է որ կներկայացնե Աստծո կներկայացնե Աստծո այն ժողովրդին ապրումները եւ փորձառությունը սպառնալիքի ժամանակ եւ կհաստատե որ դերն է իր ժողովրդին միակ պաշտպանը եւ միակ բահաբանը ամեն Իսկապես հոգի հարազատ Սամոսն է ու գշեշտե թե ամեն արհավիրքներու, ամեն վտանգներու եւ սպառնալիքներու մեջ նույնիսկ Աստծո ժողովուրդը ոչ աճ կնայի, ոչ ցախ կնայի, ոչ այդև, այլ միայն վեր եւ վերև եւ դեր վերջագե, որպես միակ իր աբավենը եւ զորությունը։ Դերը մեր աբավենն է։ Ինքնին այս համարը որ դեսկեսի Սամոս 46-ը հրճագումն է, որ մեր մեջը հույս կներշնչե։ Դեր այն աբահով անցն է, որում գրնանք մենք վստահել։ Եվ դիրոջ ներկայությունը այն միակ եւ աբահով աբաստանարանն է, ուր գրնանք յուրաքանչյուրս իրեն հովանիին ներքև ապրիլ եւ հանգիստ լալ։ Եվ մեր կյանքի անվտանգության միակ երաշխիքն է։ Ամեն Եվ ճշմարտապես մեր հաղթության գաղտնիքը մեր գիտակցությունն է, որ մեր մարդկային կարողությունը անզոր է առանց ամենագարող Աստծո զորության, եւ մեր հաղթության գրավականը մեր ամենազոր Տիրոջ հուսալն ու աբավինիլն է։ Քանզի դերն է, որ իր ժողովրդին զորություն կտա, դերն է, որ իր ժողովուրդը խաղաղությունով գործնի։ ամեն Քանզի բոլոր Աստծո հուսացողներուս ոչ կա, որ չդակնաբինք, չի հուսահատինք, նեղություններու եւ դարբեր ջնշումներու դակ խուջաբի չմատնվինք, այլ ինչպես Սամոս 2-ն արգսե, հանդարտ կենանք եւ գիտնանք թե դերը ներկա է, դերը իշխան է, դերը դիրող է, դերը թակավորողն է ամեն բարակայի եւ ամեն վիճակներու մեջ։ Եվ ինքնին այս Սամոսին Առաջին համարը, որ գսե դերը մեր աբավենն ու զորությունը եւ միշտ պատրաստ է օգնելու։ Արաբերեն թարգմանության մեջ գսե որ «Ալ-Ռաբբու աունուն լանա ֆի դիqāt վուջիդա շադիդան» Այսինքն երկրորդ բաժինը որ գսե վուջիդա շադիդան դերը ներկա է։ ամեն Դերը այդ վիճակի մեջ այդպես չէ որ դիդիկա եւ պիտի օգնե, այլ դերը ներկա է, գիտե։ Մեզի հետ այդ վիճակի մեջ դերը գա եւ ինք պատրաստ է ամեն ժամանակ իր ժողովրդին միջամտություն անելու։ ամեն եւ այս դերը զորած դերն է զորած դեր այսինքն զորքերու դեր այսինքն ամենեն հզորը ամենեն զորավորը զորության աղբյուրը մեր դերն է Հակոբին Աստվածը մեր աբավենն է այլ խոսքով երբ որ գսենք Հակոբին Աստվածը երբ որ գսենք Աբրահամին Աստվածը երբ որ գսենք Անիին Աստվածը Աբոյին Աստվածը մեր մեջը դարբեր հույս մը գներշնչվի որովհետև երբ որ Սամոս 2-ն գսե Հակոբին Աստվածը այլ խոսքով գսե ուխտի Աստվածը այն Աստվածը որ
ոչ թե միայն ուխտ ըրավ իր ժողովրդին հետ, հաբա իր ուխտը բահեց, իր ուխտը գադարեց, ինքը միակ հավատարիմն է, ամեն բան փոփոխական է այս աշխարհի վրա, ինչպես Սամոսը գսե, թեև երգիրը փոխվի, ինչու երգիրը կփոխվի, գսենք ինչ որ է այդպես է, ինչ որ անցյալիներ հիմա նույնը կգրկնվի, բայց անալ մեծ ճշմարտություն է, որ երգիրը կփոխվի ասելով կհասկանանք, որ բարակաները կփոխվին, իրավիճակները կփոխվին, մարդիկ կփոխվին, արդյոք եղավ մեր կյանքի մեջ, որ մարդիկ փոխվեցան, ես անձնապես կսեմ, այո, փոխվեցան, իրավիճակներ փոխվեցան, անշուշտ փոխվեցան, եթե մենք մեր վիճակին նայենք, մենք ահա եղանք 46-50 տարեկան եւ կտեսնենք, որ ինչ իրավիճակներ է անցանք, քիչ առաջ կվգայեինք եւ կսեինք մենք ուր ծնանք, ինչ միջավայրի մեջ մեծանք եւ հիմա ուր կշարունակենք մեր կյանքը, մեր ծառայությունը, փոխվեցան իրավիճակները, մարդիկ փոխվեցան, Թերևս շատ անգամ այդպիսի փոփոխություններ եղավ մարդոց վերապերմունքներուն մեջ, որ մեզի անագնգալ թվեցավ, ասինք, որ այս անձը այսպես կարելի է վարվի, կարելի է, որովհետև մարդ է, մարդը փոփոխական է, ամեն բան փոփոխական է այս երկրի վրա, միայն մեկ բան կա անփոփոխ, անալ մեր Տեր Հիսուս Քրիստոսը եւ իր ճշմարիտ խոսքը, որ նույնն է երեք, այսօր եւ հավիտյան, եւ քաչալերված այս Սամոսեն, ես ուզեցի կորձնական քայլը վերցնել, այո, լավ է, որ ես ինձի քաչալերեմ, ասելով զորած Տերը ինձի հետ է, Հակոբին Աստվածը ինձի ապավեն է, բայց արդյոք ես, որպես Աստծո զավակ, որպես այդ ուխտը բահող Աստծուն աղախինը, ինչ կորձնական քայլ կրնամ վերցնել ասոր մեջ են, երկրորդ համարը հստակ աչքերս բացին, որպեսզի ես հոգի աչքերով տեսնեմ այն կորձնական քայլը, որում վրա ես պետք է կենտրոնանամ, երբ Սամոս 2-ն գսեր, պիտի չվախնանք, թեև երգիրը փոխվի, պիտի չվախնանք, հրամե եղբայր։ Avo եղբայրը հիշեցրեց Սաղմոս 46-ի, որի վրա մենք հիմա, այսինքն այս թեման ենք զարգացնում, 10-րդ խոսքը, դադարեցեք, իմ թարգմանության մեջ այդպես է, հանդարտ կեցեք, մոտ դադարեցեք, շատ հետաքրքիր բառ է, երբեմն մենք այնքան տարված ենք մեր առօրյա հոգսերով եւ այս աշխարհի հորձանուտի մեջ, այսինքն այդ աշխարհի այդ սիստեմը մեզ երբեմն տանում է, մտնում ենք դրա մեջ եւ բայց ուրիշ բան ունի եղբայր, որ հանդարտ կենալու համար նախ պետք է այդ վախի ստացումից է բազալից, որքան որ վախը սրտի մեջն է, վախը կա եւ քեզի անհանդարտ վիճակը այո, անորոշ երկրորդ համարը որ ասե հանդարտ կեցը մի վախեն, ուրեմն նախ պետք է մենք որպես այդ հանդարտ վիճակին հասնենք, այդ վախի ստացումը ինչ որ կան գառնենք, չէ, ինչ որ կան գառնենք, ինչ որ որպես ես այդ հանդարտությունը, խաղաղությունը, դիրոջ ներկայությունը վայելելու համար, ինչպես որ դուք նկատեցիք եղբայր, անկարելի է որ մարդ իր անհանդարտ վիճակին մեջ, իր անխաղաղ ապրումներուն մեջ վայելե դիրոջ ներկայությունը, ապավինությունը, պաշտպանությունը, ուրախությունը, հետևաբար մենք պետք է հանդարտենք եւ չվախնանք, ինչ ասենք, այսինքն գրնանք արդյոք ասել, որ այո ես հավատքի կյանքը ընդրած եմ եւ այս կյանքի ընթացքին ամեն բան կանաչ է, խաղաղ է, ամեն բան շատ հեզասա գնթանա, եթե այդպես ասեմ, կգարձեմ, որ ես ալ դուք ալ կստենք, որովհետև կյանքը խուջաբի մեջ է,
իրականության մեջ։ Ոչ թե միայն մարդկային կյանքը, հապա նաև իր մանրամասնությունները, ընտանեկան կյանքերը, շատ անգամ աշխատանքային մարզերուն մեջ, շատ անգամ մարդիկ իրենց ամուսնական հարաբերություններուն մեջ, իրենց հարաբերություններուն եւ հաղորդակցություններուն մեջ իրենց շուրջիններուն հետ, շատ անգամ նյութական մարզը, քաղաքական, եկեղեցական ինչու՞ չէ, կյանքը խուջաբի մեջ է եւ անխաղաղ վիճակ մը գդիրե մեր շուրջը եւ իսկապես շատ ծանր փեր է, երբ որ մարդիկ կսեն նույնիսկ աստիճվարության մասին խոսիլը անիմաստ է։ Շատ անգամ շատ բարականերու դիմաց գտնվեցանք, երբ մարդիկ չուզեցին նույնիսկ բաժնեկցիլ իրենց դժվարությունը ասելով, որ լսող ականջ նույնիսկ չկա։ Ինչու խոսիմ գսեն, երբ որ նույնիսկ լսող չի գա, երբ որ ցավդ բաժնեկցող չի գա, ընդունող չի գա, քեզի հետ ըսկացող չի գա։ Հետևաբար մարդկությունը ծանր իրավիճակի մեջ է։ Եվ ինչ որ այս Սաղմոսը գսեր երգիրը փոխվի, իսկապես երգիրը փոխված է։ Բայց արդյոք ինչ է լուծումը։ Արդյոք ինչ է լուծումը։ Լուծումը հուսահատությունն է, լուծումը վախն է, լուծումը քայթակղությունն է, Kavlici. Աստծո խոսքը մեզի ադիգա չի սորվեցներ։ Kavlici, որ մենք քայթակղենք, Kavlici, որ մենք հուսահատենք, Kavlici, որ մենք վախի ըսկացումին եւ ջնշումին դագը մնանք, որովհետեւ Աստծո խոսքը ճշմարտությունը գուքա եւ քանիցս խոստումներով եւ խոսքերով մեզ կքաչալերը ասելով, միթե դերոջը ցերկը գարող չէ փրկել, կամ անոր ագանչը ծանրացավ որ չլսե, անշուշտ որ դերը միշտ եւ միշտ մեզի լսողն է, դերը մեզի աչքի փիփին բես բահողն է, իր թևերուն հովանավորությանը դակ մեզ ծածկողն է, եւ ինչպես կսե Աստծո խոսքը ճշմարտություն է, որ արդարի նեղությունները շատ էին, շադալ բիդի ըլան, բայց դերը փոլորեն գփրկեզանիկա, անխդիր փոլորեն բիդի փրկեզանիկա, դերը հավատարիմ է, դերը ճշմարիտ է, գենթանի է, հարուցյալ է, հարություն արավ, որբեսի հարուցանե մեզ մեր դժվարություններն, որբեսի հարուցանե մեզ մեր դգարություններն, բայց ինչքանով մենք հավատարիմ ենք, ինչքանով մենք հանդարտ կեցած ենք, ինչքանով մենք վախի ըսկացումեն ցերպազատված ենք, եթե օրեր եկավ, որ վախցանք, սիրելի, հարգելի, քույրեր, եղբայրներ, ագընտիրներ, ունգընտիրներ, չի հուսահատինք, մարդ ենք, պիտի բադահի, բայց կարևորը ինչ է, կարևոր ճշմարտությունը այն է, որ մենք վախի ըսկացումին դագը չի ջնշվինք, կարևորը վախը մեզի չանդամալույց է, շատ անգամ վախը գուքա և մեզ գանդամալույց է, ոչ թե միայն մեր հոգեվիճակը գանդամալույց է, հաբա նաև գանդամալույց է մեր ծառայության կյանքը, չես ուզեր ովևէ մեկ ծառայություն անել, կարծես անդամալույցված ես, և ասիկա չարին կորցն է։ Այսինքն Անիկոր, այսպես ասենք, որ եթե կա վախ, ուրեմն մենք պետքա չհաշտվենք վախի հետ, նորմալ չի, որովհետև գիտես անգամ հոգևոր կյանքի մեջ մենք փորձում ենք հաշտվել այդ վախերի հետ, անտեսել, մտածել, որ դա նորմալ է, դա այդպես էլ պետքա լինի, բայց փաստորեն նորմալ չի։ Եթե կա վախ, ուրեմն պետքա դրա վախը պիտի ելա, բայց մնալու չենք, հաշտվելու չենք վախին։ Ճիշտ։ Հաշտվելու չենք վախին հետ, այլ խոսքով վախին քերին թարնալու չենք։ Մենք մեր արևմտահայերենով գսենք քերի թարնալ։ Վախին քերի թարնալ։ Եթե ես վախին քերի թարցա, հետևաբար անդամալույցվեցավ։ Թերևս իմ սերս անդամալույցվեցավ։ Սկսա ինչպես որ նախապես կսիրեի, այդպես չեմ սիրեր։ Ինչպես որ նախապես գներեի, այդպես չեմ ներեր։ Ինչպես որ նախապես գոքնեի, այդպես չեմ օգներ, որովհետև վախը ջնշեց իմ վրաս եւ ես իրեն քերին թարցա։ Վախը դաշնորդ է քեզ այսինքն։
թույլ չի տանք, որ մեր մարդկային վախի զգացումները բարձրանան մեր մեջ։ Այո, պիտի ըլլան, բայց անոնց ցայնը կարելի եղածին չափ թող ցած մնա։ Եղբայր Աբրահամ, ինչպես որ դու հիմա հոս վոլյումը կբարձրացնես, կցածնես։ Կոնտրոլը քո ցերքից գտեսնե, քո ցերքի տակն է։ Հետևաբար մերալ կոնտրոլը մեր ցերքին տակն է։ Գրնանք բարձրացնել ցայնը, վախի ցայնը, եւ անոր հագարակը գրնանք բարձրացնել Աստծո խոսքին ցայնը մեր մեջ։ Թող Աստծո խոսքին ցայնը բարձր մնա մեր մեջ, որովհետև Աստված իր խոսքով երբ որ հայտնվեցավ մեզի, այս ճշմարիտ խոսքը մեզի գենթանացուց, այս ճշմարիտ խոսքը կարող է մեզի նորոգել, բոլոր քիրքը Աստծո շունչն է, իմ աստվածաշունչից մեջ առաջին գողքին վրա այս համարը դպված է եւ ես շատ կսիրեմ եւ ամեն օր կմտածեմ ասոր մասին, բոլոր քիրքը Աստծո շունչն է եւ օգտակար է սորվեցնելու, հանդիմանելու, շտկելու, արդարության մեջ խրադելու համար, որովհետեւ Աստծո մարդը գադարյալ ըլլա։ Այսինքն հարցի լուծումը Տիրոջ խոսքն է։ Ամեն, միակ եւ միակ լուծումը Աստծո խոսքն է։ Հովհաննեսը սիրուն խոսք ունի, ասում է վախի սիրո մեջ վախ չկա։ Սիրո մեջ վախ չկա։ Եթե մեկը վախենում է, սիրո մեջ կատարյալ չէ։ Կատարյալ չէ։ Ամեն, սիրո մեջ վախ չկա։ Այո, այս համարն ալ վերցուցենք մեր քույրերով աշտամունքին անցնող շաբթվա ընթացքին եղբայր։ Իսկապես Սուրբ Հոգին է, որ գխոսի քո մեջ է։ Հազար փառք Աստծո։ Երբ որ վախը լրացնենք, այն ադեն է, որ Աստծո խոսքի ճշմարտությունը Դիրոջ խոսքին քաչալերանքը, մխիթարությունը, առաջնորդությունը մեր մեջը կբարձրանա եւ արդյունք կտա։ Եվ արդյոք Աստվածաշունչին մեջ եղան դեպքեր, որ մարդիկ վախցան։ Անշուշտ բնական է, որ շատ եղավ, որովհետև բոլորն ալ մարդեն իրենք ալ վախցան, ոչ թե որովհետև հերոսներ են Աստծո խոսքին մեջ չի հանդիպեցան վախի զգացումին, բնական է, բոլորն ալ հանդիպեցան, բայց չմնացին անոր ջնշումին տակ, դերոջ խոսքը եկավ եւ իրենց վեր բարձրացուց, երբ որ աշակերտները տեսան Հիսուսը ճուրերում վրայեն, թեպի իրենց գուքա, ինչ կսե Աստծո խոսքը, ինչ եղան? Վախցան։ Իսկ դերը ինչ ասավ? Մի վախցեք։ Ես եմ մի վախ։ Ես եմ մի վախ։ Մի հարց բարձրացնեմ, հետո շարունակենք նորից։ Տես, այս վերնագիրը, որը Սաղմոս 46-ից վերցրած, Աստված մեզ հետ։ Երբեմն մեր աղոթքների մեջ մենք, որ աղոթք ենք ուղղում դեպի Տերը, կարծես թե նրան աղոթում ենք մեկին, որը շատ հեռուներում է եւ պետք է այնպես աղոթենք, որ ինքը շատ զբաղված է աշխարհի հոգսերով եւ մեզի հերթը գա, կգա թե չի գա, դա էլ կասկածով։ Դες Աստված մեզի հետ են այս գիտակցությունը, արդյոք այն Աստծո մասին է, որը հեռվում է եւ հանկարծ մեզ ուշադրություն դարձրեց, թե այն Աստծո մասին, որը մեր մեջ է, սա տարբերություն կա, անգամ մեր աղոթքների մեջ, դու խնդրում ես այն Աստծուն, որը հեռուներում է, թե խնդրում ես այն Աստծուն, որ քո մեջ է։ Լավ որ մեր սրտերում վրա փորագրվի այս ճշմարտությունը։ Սա շատ կարևոր է։ Մեր մեջ է։ Ամեն։ Եվ ուր որ գնում ես, նա քո մեջ է։ Ինչ որ անում ես, նա քո մեջ է, որովհետև ասում դու մեր սրտի խորհուրդներն ես քննում։ Սա նշանակում է, որ նա մեր մեջ է։ Մեզ մե ավելի։ Հետաքրքիր է, նա միևնույն ժամանակ ամենտեղ է, եւ միևնույն ժամանակ մեր մեջ է։ Ամեն։ Սա հրաշք է։ Փառք Տիրոջ, այն հոգին համար, որ մեր մեջն է եղբայր, որովհետև հոգին է, որ մեզ մեկ կնե։ Հոգին է, որ Տիրոջ ներկայությունը ըսկալի կդարձնե մեր մեջ։
երբ անցյալ շաբաթ կխոսեինք սիրո լեզուներուն մասին, աստվածային սիրո լեզուն այս օրերուն մեր մեջ ինչ է, եթե ոչ Սուրբ Հոգիի ներկայությունը։ Մարդիկ գսիրեն, որ իրենց սիրածները իրենց հետ շփում ունենան։ Շփում գետրոնացած է սերը շատ անգամ թերևս շփման վրա։ Արդյոք Աստծո ներկայության շփումը փաստը ինչ է մեր մեջ, եթե ոչ այն հոգին, որ մեր սրտերուն եւ մեր հոգիներուն մեջ կփնագի։ Դերը ասավ ես կերտամ եւ իմ հոգիս կուղարկեմ ցեզի։ Այն հոգին, որ քեզի պիտի հիշեցնե, պիտի մխիթարե, պիտի քաչալերե, պիտի առաջնորդե, օրհնյալը լա Սուրբ Հոգիի ներկայությունը մեր մեջ։ Ամեն։ Հետևաբար, սիրելի եղբայրներ, սիրելի ունգընտիրներ, երբքանք եւ ուզենք հիշել օրինակներ, Աստծո խոսքեն, ինչպես քիչ առաջ ասինք, աշակերտները, երբ Հիսուսը տեսան հերվեն, ալիքներուն ծովին վրա գքալե վախցան, եւ երբ որ լսեցին Տիրոջը խոսքը, ես եմ, մի վախնակ, այն ադեն է, որ հանգստացան, այն ադեն է, որ գրծան ապրիլ, այն ճշմարտությունը, որ Սամոս 46-ի մեջ կարդացինք, հանդարտ գեցեք, գիտեք թե ես եմ Աստված, քանի որ Տիրոջ ներկայությունը իրենց հանգստացուցած էր։ Եվ այսօր գուզենք 4 օրինակներ վերցնել, անշուշտ շատ են այդ անձնավորությունները, որոնք վախցան եւ դերը իրենց քաչալերեց ասելով մի վախնակ, հանդարտ գեցեք, բայց այսօրվա մեր 4 օրինակները պիտի վերցնենք Տիրոջ ծննդյան ժամանակահատվածին մեջ են։ Առաջին թեփքը պիտի հիշենք Զաքարիային հետ պատահած թեփքը։ Զաքարյան Հովանես Մգրդիչի հայրը, որուն գինը Եղիսապետ, երբ կգարտանք Ղուգաս առաջին գլուխը, կտեսնենք, որ իրենց համար գրված է, որ Զաքարիա եւ Եղիսապետ հագարակ, որ Աստծո առջև արդարեին եւ դերոջը բոլոր պատվիրանքներուն ու իրավունքներուն մեջ անարադությամբ կգալեին, այո, բայց արդյոք դժվարություն չունեին, դժվարություն ունեին, մեծ դժվարություն։ Ինչ էր իրենց դժվարությունը, եթե ոչ զավակ չունեին։ Թեև իրենք արդար էին, թեև իրենք Աստծո պատվիրանքները կկատարեին, բայց դժվարություն մգար, որ իրենց սիրտը գխոցեր։ Իրենց ընտանիքին մեջ զավակի ուրախության բացակայությունը կար։ Այդ ուրախությունը չէին վայելեր, որովհետև գսեգինը ամուլ էր։ Իրենց մեջ դխրություն կար։ Բայց արդյոք դերը իրենց անդեսեց։ Քավլիցի դերը չանդեսեր, դերը ողորմեցավ, դերը միջամտեց, խրախուսեց եւ իր հրեշտակը ղրկեց Զաքարիային, ասելով, որ Կուգինդ պիտի ծնանի, թուն որդիմը պիտի ունենաս, բայց այդ իրավիճակին մեջ Զաքարիա շատ խաղաղ ընդունեց այդ մեկը, անալ ոչ, Զաքարիա գսե վախցավ, Զաքարիա դափնապեցավ, շփոթեցավ, ինչ այս իրեն պատահածը, բայց Աստծո խոսքը իր հրեշտակին միջոցով եկավ եւ քաչալերեց Զաքարիային, ասելով մի վախնար, բասնզի քու աղոթքդ լսվեցավ։ Շատ անգամ, երբ որ մենք անգարելի բարականերու մեջ ենք, շատ անգամ թերևս երբ մեր դուներուն մեջ գա անխաղաղություն, թերևս գա դխրություն, թերևս գա այնպիսի բագասմը, որ գսկաս, որ ադիգա քու մեջը դխրություն գբերը, քու ընտանիքիդ անդամներով չես կրնար վայելել այն ուրախությունը, մի վախնար սիրելի եղբայրս, մի վախնար սիրելի քույրս, դերը գուքա եւ գսե քու աղոթքդ լսվեցավ, քու աղոթքդ լսվեցավ, այլ խոսքով դերը իր ժամանակին, իր գամքին համացայն գկործե եւ բիդի կործե քու ընտանիքիդ մեջ, ինչպես որ Զաքարիայի ընտանիքին մեջ կործեց, եւ Զաքարիա եւ Եղիսապետ ուրախացան իրենց որդիովը, որը Հովանես Մգրդիչն էր, այնպիսի անձնավորությունը,
որ դիրոջը ճամփան պատրաստեց։ Նախավգան, նախագարաբեդը փառք դիրոջ, որ դերը կործեց իրենց կյանքին մեջ, իրենց ընտանիքին մեջ եւ այդ մեկը մեզիալ մեծ օրինակ եւ քաչալերանք հանդիսացավ։ Ամեն, ամեն։ 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 Վախենալու հակառակը իմաստը համարձակությունն է։ Ամեն։ Վախենալ կամ համարձակ։ Գիտես, մտածում էի քաչ լինել, համարձակ լինել, որ ինչու, որովհետև վախենալու պատճառ չունես, ինչու, որովհետև ճանաչում ես նրան։ Ամեն։ Եվ Հիսուս ասաց դուք եք աշխարհի լույսը, երկրի աղը։ Դա հենց անվախ լինելու նաև իմաստ ունի իր մեջ, այսինքն աշխարհիկ մարդիկ երբ որ նայում են, որ քո մեջ վախեր չկան, դան տարօրինակ է իրանց համար տարօրինակ է, դու մեր նման չես, Ամեն։ դու ուրիշ տեսակ ես, ինչ կա քո մեջ, որ մենք չունենք, որ դու վախեր չունես, դու չես վախենում մեռնելուց, չէ, չես վախենում ես խնդրից, հացի խնդիր եւ շատ բազմաթիվ խնդիրներ, ոչ, ինչու, որովհետեւ Տերը ինձ հետ է, Ամեն։ Փառք եւ սա լույս է, սա աղ է, սա կարիք ունեն մարդիկ, Անցյալին ասացի մեջ հավատքի երոսներու կյանքի մեջ կործեց, ինչեւ այսօր նույն զորությամբ կործեց։ ամեն, ամեն, այսինքն Անցյալը փոխված են, բայց դերը նույնն է ապրում։ ամեն, այսինքն իր կարողությամբ։ Այսինքն լինել քաչ դա միայն մեր համար չի, դա մեր շրջապատի համար էլ է, դա ցույց է, դա ցույց է տալիս, որ Աստված կենթանի է քո կյանքում Փառք Տիրոջ։ եւ գործում է, Ամեն։ վկայություն է սա, Փառք Տիրոջ։ շատ գեղեցիկ է, Փառք Տիրոջ։ Պետրոս Արաքյալ այս վեկը կակնարկե եւ գսե իր նամակին մեջ Երանի եք, երբ որ մարդիկ ծեր ունեցած հույսին համար ցեզի։ շատ լավ միտքեր, այո, Իսկապես ես շատ քաչալերված եմ եղբայր, ու իսկապես քաչալերված եմ այս համարով, որ արդյոք մարդիկ գտեսնեն իմ մեջս այդ հույսը, գտեսնեն իմ մեջս այդ վստահությունը եւ հարցնեն ինձի, որ ուր է աղբյուրը այդ քո հույսիդ, ուր է քրավագանը այդ քո հանդարտությանը, քո վստահությանը։ Այո, շատ մարդիկ կսեն փնավորությամբ հանդարտ ծնած ես։ Փառք Տիրոջ, հանդարտ ծնած եմ, կան, բայց Աստծո խոսքը մեզի թեր ուրիշ ճշմարտություններու լույս կփանա, երբ կսե հաստատ միտքը գադարյան խաղաղության մեջ կբարես, որովհետև քեզի կհուսա, հավիդենաբես դերոջը հուսանք, անիկա է մեր հավիդենական վեմը, անոր համար է, որ բիդի չդակնաբինք, ոչ թե որ անպայմանորեն մեր փնավորության, մեր փնաստով հանդարտ ծնած ենք, հաբա որովհետև դերը ունենք, հաբա որովհետև Սուրբ Հոգին ներկայությունը ունենք, մենք չենք վստահած մեր փնավորության, ոչ էլ մենք վստահած ենք մեր մարդկային կարողության, քավլիցի, հաբա վստահած ենք մեր ամենակարող Աստծո եւ իր ներկործության մեր կյանքի այսինքն վստահությունը այս ձևով ենք հասկանում, կամ սա ցուցիչ է։ Ամեն։ Եթե ես ասում ես վստահ եմ, Ամեն։ չէ, մենք շատ երգեր ունենք, վստահ եմ, չգիտեմ, երգում ենք, հզոր ենք, Տերը մեր հետ է, Դերը մեզի հետ է։ բայց դուրս են գալիս, մենք նկատում ենք վախերով լցված, այսինքն եթե ես ասում եմ վստահ եմ Տիրոջ վրա, նշանակում է ցուցիչ է։ Իսկապես դերը ողորմի մեզ մեր յուրաքանչյուրին, եթե շատ անգամ ինչպես կսե Աստծո խոսքը, Աստված պաշտության գերբարանքը ունենք, բայց անոր զորությունը ուրացած է։ Դերը ողորմի մեզ մեր յուրաքանչյուրին եւ դա որ իր ներկայության զորությունը, վստահությունը, խաղաղությունը վայելենք մեր կյանքի բոլոր դժվարություններուն, բարձրացած ալիքներուն մեջ, վստահելով որ դերը ադոնք բոլորը կհանդարտեցնեն։ Երկրորդ օրինակը, որ գուզենք վերցնել այսօր, անալ Սուրբ Գույս Մարիամն է։ Այս շնորհնգալ գույսը, արդյոք ինքը շատ փազուկներով զորավոր գին մներ, արդյոք ինքը շատ զորավոր էր, արդյոք ինքը շատ քաչ էր, այդպիսի բանը չենք կարդար։ Կգարտանք, որ շնորհնգալ գույս մներ,
օրտնյալ օրտնված աղջնակ մներ, որ դերոջ ուշադրությունը կրավեց։ Դերոջ ուշադրությունը կրավեց ոչ թե իր շատ համարձակ ըլլալը, ոչ թե իր շատ չեմ գիտեր ինչ բնավորություններու դեր ըլլալը։ Դերոջ ուշադրությունը մեկ բան կրավեց, անալ իր շնորհքներով լեցուն ըլլալը։ Շատ լավ բառ է շնորհընկալ բառը, իր մեկնությունը այսպես է, շնորհքդ ընկալեցի, ընդունեցի, հասկացա։ Ամեն։ Ինչ գեղեցիկ է, չէ՞։ Եվ իսկապես Սուրբ Մայրան անոր դիբարն է, չէ, եղբայր։ Իսկապես դիբարն է այն անձին, որ Աստծո շնորհքները ընդունեց։ Իր մեջը արավ։ Բայց այս շնորհընկալ գույսնալ, երբ որ հրեշտագեն դիրոջ ծննդյան ավետիսը ստացավ, արդյոք չի վախցավ։ Անալ վախցավ, անալ շփոթեցավ, անալ վախցավ, անալ դեսավ, որ անգարելի իրողության մտիմաց ինքը գտնված է, բայց դերը իր խոսքովը այս շնորհընկալ գույսինալ քաչալերեց, ասելով մի վախնար, վասնզի Աստուծմե շնորհք կդար, մի վախնար, վասնզի Աստուծմե շնորհք կդար։ Փառքը լավ որ դերը գուքա եւ մեզի կքաչալերե մեր կյանքի բոլոր բարականերուն մեջ։ Իսկ երրորդը ժամանակը խնայելու համար գուզենք հիշել այս բաղվան մեջ Հովսեփ երբ որ լսեց, որ իր նշանածին հայտնված է դիրոջ հրեշտակը եւ ավետիս տված է, որ ինք պիտի հղանա, որդիմը պիտի ծնանի, արդյոք շատ հեշտ ընդունեց այդ իրողությունը։ Անշուշտ ոչ, ապա ինչ ըրավ, անալ շփոթեցավ։ Անալ որպես մարդ շփոթեցավ, մարդկային ըսկացում է վախնալը, շփոթիլը, մտահոգվիլը եւ գսե մարդ կորեն մտածեց, որ թերևս լավագույն լուծումը իր նշանածը արցակելն է, առանց ցայնի, արցակե իր նշանածը, որբեսի այս իրավիճակեն դուրս գա եւ հանգստանա, բայց դերը թույլ չտվավ այդ մեկին, որովհետև դիրոջ ծրագիրը ադիգա չէր, եւ դիրոջը հրեշտակը Հովսեփին ալ եկավ, որ արդար մարդ մներ գսե, եւ գսե մի վախնար, Մարիամը իբր գին առնել է։ Այդ խոսքով մի վախնար, սիրելի քույրս եւ եղբայրս, դիրոջ գամքը գադարել է։ Թերևս շատ անգամ քեզի դժվար գտվի, ասիկա ինչպես պիտի անեմ, բայց դիրոջը գամքը գադարել է։ Չի վախնանք, դիրոջ գամքը բարի է, գադարյալ է, անոր համար գադարենք դիրոջը գամքը առանց վախի։ Իսկ չորրորդ թեփքը, որ պիտի հիշեմ ամփոփելու համար այսօրվա մեր խորհրդածությունը, այն ալ հրեշտակին քաչալերանքներ հովիվներուն։ Երբ որ հովիվներուն որպես խոնար սրտով, բարձ, համեստ մարդիկ պիտի հայտնվեր Հիսուսի ծննդյան ավետիսը, ուրախության լուրը, հովիվները ինչպես ընդունեցին այդ մեկը, իրենց պես բարձ, խոնար մարդիկ, այդպիսի մեծ ուրախության ավետիս մը ստանան, անոնքալ վախցան, անոնքալ մարդ կորեն վախի ըսկացումի մատնվեցան, բայց դերոջը հրեշտակը իրենց ալ քաչալերեց, ասելով մի վախնակ, վասնզի ահա ես ցեզի մեծ ուրախության ավետիս մգուդամ, որ բոլոր ժողովրդին պիտի ըլլա։ Շատ անգամ նույնիսկ շատ ուրախությունը եղբայր մեզի կվախցնե։ Գսենք, ամեն բան լավ է, ամեն բան գարքին է, ասիկա վախ կներշնչե իմ մեջս։ Մի վախնար, դերը մեզի հետ է։ Դերը մեր աբավենն է, զորած Աստվածը մեզի աբաստան է։ Մենք այս տարի, որպես եղբայրակցության մանավանդ քույրեր, որդեգրեցինք այս համարը, սիրելի եղբայրս, որպես նշանաբան մեր այս տարվա։ Եվ ամեն շաբաթ մենք կգրկնենք այս ճշմարտությունը, ասելով իրարու, զորած Տերը մեզի հետ է։ Հակոբին Աստվածը մեր աբավենն է։ Հետևաբար մենք պիտի չվախնանք, պիտի
Չվախնանք, ինչպես որ սկիզբը ավոն սկսավ այսօրվա մեր բաժնեկցումը այն նախապանով, որ մարդիկ գնդունին թեղորայք, արդուները գնդունին թեղորայքը, որբեսի աբահովը լան, գարձես թե որբեսի չվախնան, ջնշումը կոնտրոլի դակ է, այո, արդու թեղահադս արածեմ, կեղծերու բարակաս, պարկաստծո արդվա թեղահադս չմորցա, վերցուցի, բայց արդյոք մեր հոգևոր թեղորայքը ինչ է։ Չհավատարիմ են, չէ, առավոտվա մեր Առավոտյան մեր թեղորայքը արդենու շատ հավատարիմ։ Մարմինին ըսկուշություն Գնենք, բայց ինչ կանով մեր հոգին ըսկուշություն գնենք, ինչ կանով մենք մեզ գքաչալերենք աստվածային, սուրբ քրային թեղորայքով, այս դուփին մեջ սիրելի եղբայրս որ մենք մեր քույրերուն ալ նվիրեցինք եւ այսօր գուզենք ցեզի եւ մեր սիրելի գարինե քրոջ նվիրել մեր սերը արդահայտելով ցեզի այսօր մեջ կան այնպիսի թեղեր որոնք իսկապես հավիտենական աստեցություն ունին մեր կյանքերուն մեջ անալ մի վախնար խոստումներն են այսօր բոլորը եղբայր մի վախնար թեղորայքն է 360 հատիկ Եկան չէր պավեր եղբայր գրնանք դագավին շարունակել որտեղ մենք մեր քույրերուն խոսք տված ենք որ շաբաթը մեկ կամ երկու շաբաթը մեկ իրենց պիտի փոխանցենք այս թեղերեն մեկը եւ այսօր ես քեզի հիմա բավականի չափով բերած եմ բայց խոսք քեզի որ պիտի ավելցնենք այս թեղորայքը գրնակ կարդալ եղբայր մեկ մի վախնարը դերոջ որ գսե մի վախնարով երկիր ցնծա եւ ուրախացիր քանզի Տերը մեծ բաներ պիտի ընե ամեն Հավատա Տեր Հիսուս Քրիստոսին Տերը մեծ բաներ են այս ռադիո դաղավարի մեջ ապրամի ամեն Սրանք փաստորեն Աստծո խոսքից փոքրիկ պատահություններ են եւ բոլորը մի վախնար Եվ ինչպես որ ասիր 365 հատը Աստծո անսասան խոսքի մեջ գա ամեն օրվա համար մի հատ ունենք Այո Մի վախնար միայն հավատա միայն հավատա ամեն Հարց տամ մենք դեռ ունենք ժամանակ թե վերջացնես նոր Շատ բարի եղբայր ես կուզեի ասել որ ինչպես որ աստվածաշունչի հերոսները մատնվեցան իրավիճակներու, որոնց մեջ դերը միջամտեց եւ քաչալերեց ասելով մի վախնար մենգալ, որպես մարդ, կարելի է որ հայտնվենք անորոշության մեջ, կարելի է որ հայտնվենք ցավի, գորուստի մեջ, կարելի է որ հայտնվենք հիվանդություններու մեջ, կարելի է մենք մեր անձերը ըսկանք մենակ Կարելի է որ մեղքի լուծին դակ ջնշված ըսկանք անցյալի մեղքերը քան եւ ջնշեն մեզի Կարելի է որ մեծ պատասխանատվության մտիմաց շատ անգամ վախնանք Կարելի է որ ըսկանք որ կյանքի մեջ հալածանք գա ջնշումներ գա անարդարություն գա քննադատություններ կան մեկ խոսքով սպառնալիքներ կան Բայց դերը մեզի անդես չներ Ինչպես որ իր զավակներուն անդես չրավ Գուկա և մեզի գքաչալեր է Գուկա և մեզի գխրախոս է Թեև ինամ պիտի ելլեմ Թեև խավարի մեջ նստիմ Դերը ինձի լույս պիտի ալլա Դերը ամեն պանի վրա դիրող աստվածն է Զորած դերը մեզի հետ է Հագոպին աստվածը մեր ապավենն է Ամեն Ես ուզում եմ մի փոքր այսպես ինտրիգային հարց տամ, դες մենք ասում ենք մի վախնար եւ բազմաթիվ տեղեր կարդացիր, Անիկուր, ավո եղբայր։ Եվ այո, դա այդպես է, բայց գալով մեր օրերին այս մի վախնարը, որովհետեւ դա մի բան չի, որ հիմա ուզում եմ վախենում եմ, հիմա չեմ ուզում վախենամ, չեմ վախենում։ Այսինքն ինչն է որ մեր մեջ Ինչն է որ մեր մեջ կարա մի բան լինի, որը մեզ ազատի այդ վախից։ Ուզում եմ ասեմ, սա շարունակական պրոցես է մարդու կյանքում, որ նա պետք է զբաղվի կամ, այսպես ասած, խիստ տրվի հասկանալու այս գաղտնիքը չվախենալու գաղտնիքը Նորից դուք ասեցիք, Այո ասել եք, ակնարկել եք, բայց նորից ուզում եմ շեշտեմ, որն է չվախենալու գաղտնիքը Եթե ոչ,
Ինչ պիտի ասեք, ես ասեմ։ Չէ, դու ասա, Ես ուզեմ ասել այդ մեծ ճշմարտությունը, որն է գետրոնանալը Աստծո խոսքին ճշմարտության վրա։ Եթե ոչ ինչն է որ մեզի հանդարտ եւ խաղաղ կբահե, ինչն է որ մեզի գոքնե, որբեսի մենք ազատագրված լանք վախ ասում են, եթե ոչ Աստծո խոսքի զորությունը, եթե ոչ Սուրբ Հոգին ներկայությունը, եթե ոչ հարադեպ հաղորդակցությունը, որ ունենք մեր Տեր Աստծոյին հետ։ Ատկե դուրս ովևէ մեկ մարդկային կարողություն, կամ զորություն, կամ միջամտություն կարելի չէ որ մեզ զերծ բահե վախի քերութենեն եւ վախի ըսկացումեն։ Փոքրիկ այսպես հուշում անեմ, Ամեն։ դուք ասացիք այդ բառը, ես ուզում եմ այդ բառի վրա մի փոքր ակցենտ տանք, նշանակություն։ Ամեն։ Շնորհընկալ։ Ամեն։ Նայեք, Աստծո խոսքը մենք կարող ենք անգիր անել, Այո։ կարդալ ամեն օր, ուսումնասիրել եւ որպես պատմական փաստեր, հետաքրքիր դրվագներ։ Այդ ընկալելը Ընկալելը։ շատ կարևոր է։ Շատ էական։ Այսինքն, եթե ես կարդում եմ խոսքը, դա դեռ բավարար չի։ Ես պետք է ընկալեմ այդ խոսքը։ Ապրիմ։ Շնորհընկալ լինեմ։ Ամեն։ Ընկալեմ այդ շնորհքը։ Հասկանամ, հայտնաբերեմ։ Գիտես, գիտնականները, երբ որ օրինակ Նյուտոնը ծառից բան ընկավ իր գլխին, նա ինչ հայտնաբերեց։ Հայտնաբերեց, Նա խնձորը չհայտնաբերեց։ Խնձորը ինչեր կա։ Հա։ Նա չհայտնաբերեց, որ գլուխը ցաված այդ խնձորից, բայց ավելի խորը բան հայտնաբերեց։ Ձգողականության ուժը։ Կարող ենք ասել, Աստծո խոսքը հենց դա է։ Ամեն։ Երբ որ հայտնաբերում ենք, երեք մի եղբոր հետ էի, մեր սիրելի արմեն եղբայրներ, Աստծո տողատակերը, այդպես էր կոչվում թեման, այսինքն հայտնաբերես մի բան, որը երկնային է, որը հոգևոր է, եւ դա է, որ գառանտիանա քո խաղաղության։ Ամեն։ Ինչ կասես։ Ամեն։ 2 րոպե ունես։ Ամեն։ Ինչ կասեմ։ Կասեք։ Աստծո խոսքը կենթանի է եւ զոր է։ Ամեն երկսայրի սուրեկը դրուկ, բայց կարևորը որ թափանցե մեր մեջը։ Ինչպես որ թոնես։ Շատ ճիշտ։ Ինչքան կթափանցե Աստծո խոսքը մեր մեջ, ինչքան գաբրինք Աստծո խոսքով, ինչքան օրական մեր խոգումները, մեր մտածումը, մեր հանդարտությունը, մեր խաղաղությունը կբահենք Աստծո խոսքին լույսին տակ։ Այդքան ավելի պիտի ըլլանք քաչ, այնքան ավելի պիտի ըլլանք խիզախ եւ այնքան ավելի պիտի վայելենք Տիրոջ մի վախնարը, երբ կսե մի վախնար, քանզի ես քեզ փրկեցի, քեզ քո անունովդ կանչեցի։ Ցուն իմասես եւ ասոր նման բազմաթիվ համարներ։ Ես մեկ բան ասեմ, որ հաստատ միտքով գետրոնանանք Աստծո խոսքին վրա։ Ոչ երբեք հաստատ միտքով, որ ինքն է ճշմարիտը, ինքն է միայնը, որովհետև գաբրինք մարմնի մեջ, գաբրինք աշխարհի մեջ։ Եվ չար այն անձնավորությունը չէ, որ եթե եկավ եւ մեկ անգամ ինձ փորձեց, եւ ես այդ վիճակի մեջ վախենց եւ ազատեցա Աստծո վստահելով, չիսել որ ավոն այլևս չի վախնար, ոչ նորեն կփորձե։ Նորեն միանշանակ։ Չարին փորձն է որ կանանեմ որ մենք մարմնի մեջ ենք, կա եւ այդ վախի հունդերը ցանաներ մեջ։ Բայց մենք եթե հաստատ միտքով գետրոնանանք Աստծո խոստումներուն վրա եւ օրեօր իր հետ առողջ հաղորդակցություն ունենալով լավ ճանչնանք մեր Աստվածը, որ ինչ ըրած է անցյալին իր զավակներու կյանքի մեջ եւ ինչ կնե այսօր եւ ինչ պիտի անեն ապակային մենք արդեն ապահովագրած կլանք մեր հաղթությունը Ամեն։ Ձեր աղոթքով ավարտենք եթերը։ Եթե կոչ ունեք սիրով եւ ձեր աղոթքով ավարտենք։ Ամեն աղոթքով ավարտենք։ Ամեն։ Podcast։ անոր եւ որդու եւ ոգնուս ամեն Բարք հողություն եւ շնորհակալություն քեզի մեր երկնավոր հայրը Սուրբ Աստվածը այսօրվան եւ այս բավան համար։ Բարքը լա քեզի դեր, որ այսօր խոստումով դեր անգամ եմ եւս եկար եւ մեզ մեր յուրաքանչյուրը քաչալեցիր։ Մեզ մեր յուրաքանչյուրի մեջ ով դեր այն ճշմարտությունը անգամ եւս կուզես հաստատել, որ դերը մեր ապավենն է եւ դերը մեր սովորությունն է եւ միշտ պատրաստ է օգնելու։
Այո, դեր այս բավեն մեջ փառք ու դեր, որ մինչև այս օրը դեր դու մեզ հետ ես, դու մեզ գարաշնորհես, դու մեզ գուղես եւ քո հոգիով մեզ յուրաքանչյուրի մեջ կգործես։ Գաղութենք դեր, որ այս ճշմարտությունը դեր, որ քեզ մե է օրեր ալավելի հաստատես մեր մեջ։ Այս ճշմարտությունը ով դեր, որում մեջ ցանկ կա ով դեր եւ քո կամքը կդարել կա դեր։ Դուր որով դեր մենք այս մեկը ապրելով ով դեր, վայելենք քո օրտությունները, վայելենք քո բարությունը, վայելենք քո հայրությունը եւ սեր, որովհետեւ թուն աննման Աստված ես դեր։ Բոլոր բարականերու, բոլոր վիճակի մեջ դեր դուր որով դեր մենք վախ մեկում տնելով հանդարտ կենանք դեր։ Լուր կենանք ով դեր եւ սպասենք դեր քուլուզումիտ քու ժամյետի դեր որովհետև ամեն ինչով դեր լավակույնը քուկով դեր Თუ որով դեր լավակույնը հրիր մեզ յուրաքանչյուրին համար դեր քու որդից զոհերով մեզ յուրաքանչյուրին հանդերական կյանք պարգևեցիր խոստացա նաև ով դեր որ ամեն ինչ ով դեր բարի գործագիծն ես այս բավամիշ դեր մեր աղոթն է դեր որ բոլոր անոնք որոնք լսեցին այսօր ով դեր քու խոսքը դեր անոնց կյանքի մեջ արարությամբ գործես անոնց կյանքի մեջ հոգիով գործես անոնց ով դեր բոլոր սուտ պապակներուն ով դեր Թունով դեր հաճողություն եւ օգնություն բարգեւես։ Կկոհանանք դեր քեզ մետեր այս վայրին համար, այս սենյակին համար դեր։ Կորզածով դեր այս վայրը որպես փարոսմը դեր։ Լույսը ծփրելու ու թակավորությունը տարածել։ Այս վայրին գարիկներով դեր թուն շատ լավ գիտես։ Այս վայրին բետկերով դեր Թունով դեր դերյագես եւ գիտենք դեր որ հայթայթող Աստված ես բոլոր գարիկներով դեր փառքի ճոխտյանը չափով դեր լեցնող Աստված ես եղբայրս Աբրահամից երկիտ մեջ կանցնենք մինչ ով դերին ամեն ով դեր բծախնդրության եւ ավադարմության որպես տնտես այս ծառայությունը գնե օրը օրին իր ուժը նորոգես օրը օրին ով դեր իրեն առաջնորդես իմաստությունդ եւ օգնությունդ անմագասանես ով դեր իրեն վրա հիշես ով դեր իր ծառայությունը իր ընտանիքը իր զավակները Բոլորին ալով դեր, քու հովանի ներքև բայս Այսօր ամբողջությամբ ու ցերկերուտ մեջ կանցնենք դեր Ուր որենք, ինչ որենք դեր Դուր որով դեր անոր միջոցով մի անդում բարավորվիս եւ դու մեծանես Այս բոլորը խնդրելու արժան մճունք Մեր պատվական փրկչին դեր Հիսուս Քրիստոսի անունով խնդրեցինք Կհավատանք դեր, որ գամքիդ համացայն կլսես եւ կպատասխանես Որտյանես հիմա եւ միշտ եւ ավետյանս ավետելից Ամեն Հալելույա Բարքեստեր Շնորհակալ եմ ես նվերի համար ես շատ մեծ խորհուրդ ունի իր մեջ աղեղբայրանի քուր Տես մենք մեր տան մեջ ունենք դեղորայքի մենք էլ ունենք տունը դեղորայքի հատուկ պահարան որտեղ դիմում ենք առողջական խնդիրներ ունենալու պատճառով բայց Սա ավենահզոր դեղորայքա որի պահարանը դու ես հենց այսի դու ես Էսի ես եմ Հոգիդ ընդունարանն է այստեղին Որի մեջ տեղավորված է այս խոսքերը Թող ավերիով տեղավոր Եվ եթե ախորժակ չունես օրինակի համար հոգեպես, հոգևոր ախորժակ Այո, հոգևոր ախորժակ Եթե չունես Կիմ է այս տավորայքին Ախորժակը գգա տակություն ունես, մրսել ես հոգևոր իմաստով Նորից դիմի քո այս պահարանին դա քո մեջ է Որքան շատ տեղավոր ես Աստծո խոսքը ինչպես այստեղ է տեղավորված այդքան դու ավելի առողջ կլինես ամեն եղբայր Դու եւ ես ասում եմ դու ինձ նկատի ունեմ բոլորս շատ շնորհակալ եմ ձեզանից շատ կարևոր թեմա է avo եղբայր Անի Քուրջան եւ հրաշալին գիտես որ այսպես ամուսիններով դու ծառայում եք ուր գնում եք միասին եք ես ձեզ առանձին չեմ տեսել եթե Դերը մեզ փոքր դարիքեր նույն բայրի մեջ Պատրաստեց եւ իրար միացրեց Ես եւ իմ դունս դերը պիտի մաշչենք եղբայր Այս եղավ մեր բսակի քարտի նշանապանը եւ համարը ամուսնության անոր համար ես եւ իմ դունս դերը պիտի մաշչենք Դերը արժանին է մեզի զավակներով թորնիկներով ամուսիններով ինչպես ասիկ ամբողջ Քերթաստանով հարազատներով մեր ասկով դերը մաշտելով արժանի է դերը Եթե ինչ որ մեկը քույր է կամ եղբայր որ իր կողակից իր կողքը չի հոգևոր իմաստով մի դաթարիր պայքարելուց ես եւ իմ տունս ամեն Տիրոջը պիտի պաշտենք այդ աղոթքը հայտարարությունը միշտ արա մի օր կտենաս որ խելոք Աղոթքը դասված լսած է աղոթքը լսելա եւ նրան բերելա այսպես ասած չհանձնվես Շնորհակալ ենք ձեզանից
Հաճախ կուզենք տեսնել ձեզ այստեղ, գիտեմ շատ զբաղվեք, ձեր ժամանակը շատ լիքն է, բայց համենայն դեպս երբ որ ազատ ժամ, աղեղբեր, ազատ ժամ ունենաս, ասենք, ես ինչ օր է ազատ ես, ինձ գրի Համարցակ, մի սպասի, որ ես հրավիրեմ։ Գրի ասա, մենք ուզում ենք գանք, տերը թեմերը դրվեց, ապայման սիրարցյալ կընդունենք ձեզ, տերորդի ձեզ շատ։ Սելի բարեկամներ, այսպիսին էր եթերը, մնացեք խաղաղությամբ, առաջ Աստված կհանդիպենք վաղ առավոտյան ժամը 9-ին, Մարանաթա, տերը շուտով գալու է։ Ամեն։